Պետեկամուտների կոմիտեն հայտարարել է, որ ապրիլի 1-ից այս ամսվա սկզբից արդեն միայն անձնական օգտագործման իրեր օնլայն տարբերակով գնելու, պատվիրելու դեպքում գումարային շեմն իջեցվել է։ Այսինքն, եթե մինչև այսօր անմաքս 200,000 դրամի առևտուր կարող էիք անել, ապա արդեն այդ գումարը փոխվել է իջել է մինչև 200 եվրո։ Եթե պետքա հավելյալ վճար կատարենք, էլ իմաստը որն է։ Չենք գնի։ Ինչ կանենք։ Դե չենք հագնի։ Եթե դրսում ավելի մաչելի լինի, կընտրենք դրսի տարբերակը նորից։ Եթե մաքս եք վճարել։ Այո, որովհետև էլի այստեղից մաչելի է լինում։ Ցանկալի պրոդուկտներ կամ իրեր չեմ կարողանում գտնել, դրա համար օնլայն եմ պատվիրում։ Պակաս է այնքան շատ է մարդկան ժամանակի, որ օնլայնը բավականին մաչելի է դարձնում գնումները, իսկ այդ ընթացքում քչացնելը անընդհատ վատ ազդեցություն կթողնի։ Պետեկամուտների կոմիտեից ասում են, սա նորվա փոփոխություն չէ, սա ԵԱՏՄ-ի պահանջ է։ Արտոնությունը երկարաձգվել էր որոշակի ժամանակահատվածով։ Վերջի անգամ, որ երկարաձգվեց, դրա ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 1-ն էր սահմանված։ Բայց Հայաստանում 1000 եվրոն գործել է։ 1000 եվրոն չէր գործում, քանի որ արտոնությունը ԵՏՄ-ում սահմանվել է նախկինում գործող 200 եվրո չափը, քանի որ 200 եվրոն ավելի խիստ նորմ է համարվում, քան կարգավորման օրենքի 200,000 դրամը, այդ իսկ պատճառով մենք սկսել ենք կիրառել 200 եվրո արտոնության շեմը։ Հայաստանում գործող առաքման ամենամեծ ծառայություններից Օնեքսի համահիմնադիր տնօրեն Սամվել Մարտիրոսյանն ասում է, իրենց վիճակագրությամբ պատվերների 95%-ը չի գերազանցում 200 եվրոյի շեմը։ Իրենք ավելի վատ կանխատեսումներ ունեն։ Մի քանի տարի առաջ ծանուցվել են, որ ԵԱՏՄ անդամ երկրներում առցանց առևտրի շեմն աստիճանաբար կիջեցվի մինչև 20 եվրոյի։ Այդ դեպքում, եթե մարդը 20 եվրոյից թանկ ապրանք պատվիրի, ապա լրացուցիչ տուրք կվճարի։ Հանկարծ դա էլ ուժի մեջ չմտնի, ասում է այսպիսի մտավախություն ունեցող Օնեքսի տնօրենը։ 2 տարի առաջ, երբ որ շեմը 200 եվրո էր, ԵԱՏՄ-ում արդեն ընդհանուր կար համաձայնություն, որ այդ 200 եվրոն առաջիկա 2 տարիների ընթացքում աստիճանաբար իջնելու է մինչև 20 եվրոյի։ Այսինքն դրա նախաձեռնող ռուսական կողմն էր եւ նպատակն էր, որ ամբողջովին ԵԱՏՄ-ից դուրս բոլոր ապրանքները հարկվեն։ Ուղղակի ենթադրություն չի էլի, որտեղ մենք սպասարկում ենք 100,000 հաճախորդներ, մենք ոլորտի առաջատար ընկերությունն ենք եւ պետական մարմինները մեր հետ կապի մեջ են նման բաները մեզ տեղեկացնում են։ Ռուսական Վեդմստին այս մասին դեռ անցած ամիս էր գրել։ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պետն ասում է, այդ հարցը ԵԱՏՄ-ում դեռ քննարկվում է, հստակ որոշում դեռ չկա։ Հավանաբար վերաբերվում էր 107 որոշման մեջ ենթադրյալ իրականացվող փոփոխություններին, պետք է արտոնության շեմը նվազեր, սակայն այս պահին այդ փոփոխությունները չեն իրականացվել, իսկ ինչ վերաբերվում է օնլայն հարթակներում իրականացվող նոր նախագծերին, դեռևս ԵՏՄ շրջանակներում քննարկվող գործընթացներ են, արտոնության շեմերը դեռևս մշակված չեն, երբ որ որոշումները կընդունվեն, միանշանակ կիրազեկենք։ Եթե որոշումն իրականացվի, առցանց գնումներ անող մարդիկ լուրջ խնդիրներ կունենան, ասում է Օնեքսի տնօրենը, պնդելով, որ օնլայն առևտրի տեմպերը մեծ թափ են հավաքում նաև Հայաստանում։ Քանի որ ԵԱՏՄ-ն այնուամենայնիվ դրա Տնտեսագետ Սուրեն Պարսյանն առցանց գնումների անմաքս շեմի իջեցումը լավ լուր է համարում տեղական արտադրողների, մանր ու միջին ներկրողների եւ խոշոր վերավաճառողների համար, բայց վատ լուր այն անհատների համար, որոնց մեկանգամյա գնումը գերազանցում է 200 եվրոն։ Հուսադրում է անգամ 15% տուրքի դեպքում միևնույնն է օնլայն գնումներն ավելի էժան կլինեն։ Հայաստանում վաճառվող ներկրված ապրանքներն ըստ նրա 40-ից 50% թանկ են։ Պատճառը ավելացված արժեքի հարկն է, մաքսատուրքը, շահույթը։ Սկսեն ավելի շատ վճարել, բայց ոչ այնքան, որքան ենթադրենք բրենդային խանութի ապրանքը կլինի։ Այդ հնարավորությունը այնուամենայնիվ կպահպանեն նրանք։ Տնտեսագետը հիշեցնում է, Հայաստանի մաքսային կարգավորումներն ամբողջությամբ իրականացվում են ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում։ Ապրիլի 1-ից գործող այս դրույթը դրանցից մեկն է։ Սա միասնական մոտեցում է անդամ բոլոր երկրների համար։ Մինչև այսօր այդ դրույթի ձգձգումը տնտեսագետը կապում է ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Որոշակի վերապահում էր արվել պայմանավորված նաև ռուսական տնտեսության առանձնահատկություններով, այո, պատերազմով եւ իրենք ցանկանում են այլընտրանքային ներկրություն
ներդրումներ ունենալ։ Այս պահին այդ այլընտրանքային ներդրումները ըստ էության փակվել են իրենց համար եւ ընդհանուր շուկան են փակում, փորձում փակեն ԵԱՏՄ երկրների համար։ Որ ԵԱՏՄ որոշումներն ուժի մեջ մտնեն, պետք է մասնակից բոլոր երկրները դա հաստատեն։ Այս օրերին փորձագիտական կարծիքներ են հնչում, որ 2022-ի ապրիլին հաստատված այս որոշման հարցում հայկական կողմը կարող էր նաև առարկություն ներկայացնել։ Այս պրակտիկան ըստ որոշ փորձագետների Հայաստանն ունի, այս անգամ փաստորեն չի արել։